Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Եվ այժմ զրուցելու եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող փաստաբան Անի Չատինյանի հետ։ Ողջույն, Տիկին Չատինյան, շնորհակալություն միանալու համար։ Բարի ձեզ։ Եվ այսպես, կխնդրեմ մեզ մանրամասներ ներկայացնել, Վրաստանի քաղաքացու գործով, ի վերջո ինչ է տեղի ունենում, ինչու է մերժվում նրան կալանքից ազատելու միջնորդությունը եւ այսպես եթե համալիր քննարկենք, արդյոք նաեւ խնդրահարույց չէ Հայաստանի Հանրապետության կողմից, Հայաստանի իրավական համակարգի կողմից չճանաչված հանրապետության, Դոնեցկի մասին է խոսքը եւ այդ չճանաչված հանրապետության չճանաչված դատանի կողմի որոշումները ընդունել հիմք կամ դրանցով առաջնորդվել, համեցեք։ Իհարկե Հայաստանի Հանրապետության համար եւ նաեւ իրավունքի տեսանկյունից ու միջազգային իրավունքի տեսանկյունից բավականին մեծ խնդիր է այս հարցը եւ խնդրահարույց է, որովհետեւ տեսեք իրավիճակը այնպիսին է, որ սեպտեմբերի 3-ին Գեորգի Կինոյանին Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է եւ ձերբակալվել։ Ձերբակալումից հետո պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզում կա հայտարարված, այնուհետև երբ փաստաթղթեր են ուղարկվել, պարզվել է, որ դա Դոնեցկի ժողովրդական հանրապետություն ինքնահռչակ միավորման օրենքի հիման վրա չստեղծված դատանի կողմից դատավճիռ է, որտեղ որ Կինոյանին ինչ որ արարքի կատարման համար դատապարտվել է այդ դատարանի կողմից 7 տարվա ազատազրկման։ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջինատյանի դատարանը որոշում է կայացրել, որ առկա են հիմքերը անձին ժամանակավոր կալանքի վերցնելու, մինչև որ կստացվի էքստրադիցիայի համար նախատեսված միջնորդությունը։ Բայց այն իր բնույթով բնականաբար խնդրահարույց է այն համատեքստում, որ ինքնահռչակ այս միավորումը ոչ մի ձևով ճանաչված չէ ոչ Հայաստանի Հանրապետության կողմից, ոչ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից եւ հետեւաբար այս որոշման հիման վրա անձին անազատության մեջ պահել եւ հետագայում այդ որոշման հիման վրա քննարկել ստացվելիք միջնորդությունը էքստրադիցիայի մասին նաեւ խախտում է եւ հակասում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված հանձնման մասին կոնվենցիան, որովհետեւ հանձնման մասին կոնվենցիայի դրույթներն այնպիսին են, որ պայմանավորվող կողմերը պիտի հանձնման հարց բարձրացնեն, իսկ Հայաստան եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետություն ինքնահռչակ միավորումը որևէ ձևով պայմանավորվող կողմեր չեն, չունեն իրավական փոխօգնության հետ կապված որևէ որպես այդպիսին իրավական հիմքը դատանի որոշումը դնել որպես իրավական հիմք արտահանձնման հարց քննարկելու կամ հենց չհասած արտահանձնման հարցին զուտ միայն ազատության հետ կապված այս պահի իրատապ հարցերը հիմքում դնել անթույլատրելի եւ ապօրինի եւ անօրինական է, այլ բառ չեմ կարողանում գտնել ասելու համար եւ կցանկանայի նաեւ հիշեցնել հանրությանը Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությանը, որ այս տարվա հուլիս ամսին Մարդու իրավունքների եվրոպական դատանը կայացրել է Ուկրաինան եւ Նիդերլանդներն ընդդեմ Ռուսաստանի որոշում, որտեղ հստակ ներկայացրել է, որ Դոնեցկի ժողովրդական հանրապետություն այդ ինքնահռչակ միավորման դատարանի կողմից ընդունված որոշումները հիմք չեն կարող հանդիսանալ անձանց անազատության մեջ պահելու համար եւ նրանց նկատմամբ հետագա իրավական գործողություններ իրականացնելու համար։ Այսինքն մենք արդեն ունենք նախադեպը ամենաբարձր դատանի կողմից կայացված, որ այս դատանի որոշումները ոչ մի ձևով կատարման ենթակա չեն, իրավունքի սահմանափակման չի կարող հանգեցնել, բայց Հայաստանի Հանրապետությունը շարունակում է անազատության մեջ պահել անձին եւ սպասել ինչ գործողությունների կամ էքստրադիցիայի մասին միջնորդության կամ հրաշքի
որովհետև իրավական գործողություններ չեն իրականացվում այս հանգամանքը բացառելու համար ու ապօրինի ստացվում է այնպես, որ սեպտեմբերի 3-ից Կինոյանին ապօրինի պահվում է անազատության մեջ առանց հաշվի առնելու, որ հիմքերը բացակայում են եւ Հայաստանն անհապաղ պիտի անձին ազատ արձակի։ Այսինքն էլի բողոքարկման հնարավորություն կա, դուք էլի բողոքարկման հայց ներկայացնելու եք։ Մենք հիմա այո 3 վերաքննիչ քրեական դատանը մերժեց մեր բողոքը 40-օրյա այդ կալանքը ժամանակավոր խափանման միջոց կիրառելու դեմ բողոքը, այո վճռաբեկ դատանը բողոքարկելու եւ վճռաբեկ դատանը Հայաստանի Հանրապետությունում այն դատարանն է, ով օրենքի միատեսակ կիրառության վերաբերյալ իրավական գնահատականներ կարող է տալ եւ մեծ հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատանը գոնե թե կարող է ասել, որ օրենքի հիման վրա չստեղծված դատարանի եւ չճանաչված պետության որոշման հիման վրա անազատության մեջ պահելը հակասում է սահմանադրուն ու խախտում է սահմանադրությամբ եւ միջազգային կոնվենցիաներով երաշխավորված իրավունքը։ Եվ իհարկե հասնել նրան, որ Կինոյանին վերջապես հայտնվի ազատության մեջ։ Այսինքն, եթե ես ձեզ ճիշտ հասկացա, դուրս է գալիս, որ հայաստանյան դատական համակարգի մի ատյանը, մի օղակը խախտում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, կայացնում անօրինական որոշումներ հիմա։ Այո, դատանի որոշումը կարելի է բնորոշել այդպիսին։ Եվ այս առհասարակ գործի մասով, հա, ինչ հետագա զարգացումներ կարող են լինել, որովհետև էլի մենք տեսել ենք, որ ձեր ներկայացրած գրասենյակի կողմից դուք պարբերաբար պաշտպանությամբ եւ աջակցությամբ եք հանդես գալիս, նաեւ Ռուսաստանի քաղաքացիների, ովքեր հետապնդվում են այնտեղ, այստեղ իրավական գործընթացներ են իրականացվում, հա, այլ հաշվի առնելով նաեւ նախկին փորձը, իհարկե այստեղ տարբերությունը կա, խոսում ենք Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության մասին նաև, բայց այնուամենայնիվ մեր իրավական համակարգից հիմնական ակնկալիքը որն է, հա, այս պրակտիկան կարծես թե ինչ-որ տպավորություն է, որ այսպես ասենք, հա, չկա հստակ ուղենիշ, թեև այն կա, բայց գործելու կիրառական իմաստով այդ ուղենիշը հստակ չէ, թե մենք ինչ ենք անում։ Հստակ պիտի Հայաստանի Հանրապետությունը որդեգրի այն ոսկե կոնվենցիոն սահմանադրությամբ երաշխավորված նորմը, որ առաջնորդվում ենք բացառապես մարդու իրավունքների պաշտպանությամբ, որովհետև եւ հանձնման մասին կոնվենցիայի շրջանակներում եւ ներպետական օրենսդրության շրջանակներում պետությունը կաշկանդված է մարդու իրավունքներով եւ այս ոսկե կանոնի ապահովումը բոլոր հարցերի պատասխաններն է տալու, որտեղ օտարերկրացիները, դուք ասացիք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, Իրանի Իսլամական Հանրապետություն, Բելարուս, ցանկացած ոչ ժողովրդավար խնդիրներով լի երկրներից Հայաստանի Հանրապետությունում ապաստան են գտնում այն անձինք, ովքեր ունեն իրենց երկրներում իրավական հետապնդման հետ կապված խնդիրներ եւ որպես անվտանգ երկիր ընտրել են Հայաստանի Հանրապետությունը եւ հիմա այդ անվտանգության ապահովման երաշխիքը միանշանակ մարդու իրավունքների եւ սկզբունքների հարգելը պիտի լինի։ Եթե դա լինի, դա եղավ, Հայաստանը կունենա այդ ստատուսը։ Եթե չունեցանք, մենք կնպաստենք նրան, որ անձը Ռուսաստանում կամ իր պետությունում կամ չճանաչված որևէ հանրապետությունում ենթարկվի խոշտանգման։ Եթե Հայաստանը որոշի եւ քննարկի Դոնեցկի այս ինքնահռչակ հանրապետության կողմից ուղարկված միջնորդությունը, ապա բացարձակ իրավունքի խախտման հանգեցնող քայլերը արդեն իսկ սկսված են, կնպաստի դրանց շարունակմանը, իսկ ապա վերջնարդյունքում, եթե, չգիտեմ, ինչ-ինչ հանգամանքներում առանց որևէ բան հաշվի առնելու հանձնման հարցը քննարկվի եւ որոշում կայացնի, բնականաբար երրորդ հոդվածի խախտման, այդ բացարձակ իրավունքի խախտման բեռը կրելու է Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ մանրամասների համար։ Հանրապետություն։ Զրուցակիցս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող փաստաբան Անի Չատինյանն էր։ Այժմի համար այսքանը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։